2025 թվականի ամենաեական շոշափելի եւ նշանակալի քայլը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաժողովը, երբ ընդունվեց հռչակագիր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի կողմից եւ դա վկայվեց որպես ականատես ստորագրեց նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ այդ նույն հռչակագրի եւ գագաթաժողովի շրջանակներում ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ նախաստորագրեցինք խաղաղության համաձայնագիրը այդ թվում նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը շատ շոշափելի ազդեցություն ունի մեր քաղաքացիների կյանքի համար մի կողմից, այսինքն տնտեսական առումով, քանի որ տնտեսական զարգացման լայն հնարավորություններ բերում, եւ մյուս կողմից այս տնտեսական մեծ հաշվով ծրագիրը նաեւ ունի շատ տեղական քաղաքական նշանակություն, այն միաժամանակ եւ խաղաղության հաստատման հետևանք է եւ միևնույն ժամանակ խաղաղության ամրապնդման եւ շարունակականության երաշխիք, թիվ 1 երաշխիքը ես կասեի, գիտեք, որ արդեն անցած տարի Հայաստանի Հանրապետություն նպատակակետ ունեցող, Հայաստանի Հանրապետություն առաքվող բեռներ են անցել Ադրբեջանի տարածքով, վստահ եմ առաջիկայում փոխադարձաբար Հայաստանի Հանրապետության տարածքով կանցնեն բեռներ Ադրբեջանը, ընդհանրապես շարունակ նաև սահմանազատման գործընթացը հանդիպումներ են տեղի ունեցել, քաղաքացիական հասարակության, փորձագետական հանրույթի ներկայացուցիչներ են միմյանց այցելել, Թուրքիայի հետ մեր երկխոսությունն է շարունակվել, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղության համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումներ, մի շարք այլ հանդիպումներ, այս մասին մենք անընդհատ եւ հանգամանալից մեր հանրությանը տեղեկացրել ենք, վստահ չեմ, թե արժի շատ մանրամասն անդրադառնալ, հաշվի առնելով, որ ձեր 90%-ը կհամարձակվեմ ենթադրել գիշերը այնուամենայնիվ կամ չի քնել ընդհանրապես կամ շատ ուշ է քնել, ուղղակի Թուրքիայի մասը ամփոփելով ասեմ, որ իմ ակնկալիքը եւ կարծիքը այն է, որ շատ մոտ ապագայում մենք այսպես ամեն ինչ որ փուլում մի շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ըստ էության ամբողջական կարգավորում կունենանք, միայն վերջին իրադարձություն նշեմ, չնայած էլի չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, մենք այժմ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն դրան գիտեք դեռևս տեղի ունենում երրորդ երկրների տարածքով ռազմավարական գործընկերությունները 25 թվականին մենք ընդլայնեցինք, էականորեն ընդլայնեցինք ռազմավարական գործընկերների մեր շրջանակը 6 ռազմավարական գործընկերություն հաստատեցինք օրինակ Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, ասիական ուղղությամբ Չինաստան, Ղազախստան, ինչպես կարող եք տեսնել, ընդգրկումը աշխարհագրական եւ նաեւ ինչ որ առումով քաղաքական բաշխվածությունը երկրների բավականին լայն է, սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մենք համառորեն եւ հետեւողականորեն շարունակում ենք իրականացնել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ դա տալիս է կարող եք տեսնել իր արդյունքները